Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Թող Հիսուս Քրիստոսի շնորհը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդակցությունը լինի ամենքիս հետ։ Տեր, խնդրում եմ, մեր սիրտը լցրու սիրով քո։ Մեզ սիրել սովորեցրու, մեզ ողորմել սովորեցրու, մեզ գթալ սովորեցրու, մեզ սիրելով համբերել սովորեցրու։ Տեր, մեզ սիրել սովորեցրու նրանց, ում դժվարանում ենք սիրել, մեզ լսել սովորեցրու, ակտիվ լսել, Տեր։ Ես խնդրում եմ այս ամենը, Տեր ջան, ինձ համար եւ յուրաքանչյուրիս համար, որովհետեւ սրանք դժվար բաներ են եւ մենք քո շնորհի կարիք ունենք։ Շնորհակալ եմ, Հայր։ Երեմիա մարգարեության 4 գլխի 22 խոսքում Աստված իր ժողովրդի մասին ասում է. որովհետև հիմար է իմ ժողովուրդը, ինձ չճանաչեցին, նրանք անմիտ որդիներ են և բան չեն հասկանում, նրանք իմաստուն են չարություն անելու համար, բայց բարություն անել չգիտեն։ Հայր Աստված, Հիսուս Քրիստոսի անունով գալիս եմ ողորմությանդ գահի առաջ, ու նախ ուզում եմ շնորհակալություն ասել, Տեր, որ դու ես մեզ արարել յուրաքանչյուրիս ու ստեղծել ես մեզ քո պատկերով, սիրով ես ստեղծել մեզ։ Տեր, աղոթում եմ, որ յուրաքանչյուրիս հոգու, սրտի, մտքի, մեր էության հետ աշխատես, որպես մենք այդպես էլ չմնանք մարդիկ, որ քո մասին լսել ենք, բայց այդպես էլ քեզ չենք ճանաչել, որ ինֆորմացիա ունենք քեզ, բայց քո սիրտը չգիտենք ու հետևաբար քո սրտի ցանկությունը մեր սրտի ցանկությունը չի։ Տեր, որ մենք չմնանք մարդիկ, որոնց աչքերը հարված են այս կյանքին, այս կյանքի հոգսերին, այս 80, 100, 120 տարիներին, ու մնանք անմիտ, բան չհասկացող, երբ բանը վերաբերում է հոգևոր կյանքին, հավիտենական կյանքին, քեզ, Տեր իմ Աստված, քո էությանը, քո կամքին, քո թակավորությանը, քո խոսքին։ Տեր, փոխիր մեր սրտերը, մեր ռեակցիաները, մեր ակնկալիքները, մեր ուշադրության կենտրոնը, ում ենք մենք սիրում, ում ենք մեր ժամանակը, մեր տալիս, մեր ցանկությունները, մեր տենչանքները, որ մեր սրտի ձգտումը դու լինես, ու ոչ թե չարիքը ու չարիք անելը, որ սիրենք արդարությունը, որովհետև դու ես արդար, որ սիրենք սրբությունը, որովհետև դու ես սուրբ, և ինքներս արդարությամբ ապրենք ամեն պահի, ամեն իրավիճակում, ոչ թե երբ որ մեզ հարմար է, արդարություն անենք, ոչ թե միայն պահանջենք, որ արդար լինեն մեր հանդեպ, այլ ինքներս արդարություն գործենք և արդարության գործիքներ լինենք ամեն մարդու համար։ Սովորեցրու մեզ բարի լինել, բարություն անել ըստ քո կամքի, սեր լցրու մեր մեջ ու սովորեցրու մեզ սիրել, ինչպես դու ես սիրում մեզ անարժաններիս։ Հիսուսի անունով աղոթեցի։ Ամեն։ Հիմա վերադառնանք Ելք գրքին 16-րդ գլուխ, մենք շարունակում ենք խոսել այն մասին, որ Աստված գերբնական ձևով մանանա էր տվել երկնքից հաց ժողովրդին և լորամարգիներ ուղարկել։ Շարունակենք կարդալ հատվածը և մեկնաբանել։ Տիրոջ պատվիրածը այս է. ամեն մեկդ դրանից, այդ երկնքից թափված հացից, հավաքեք ձեր ուտելու չափ, մարդագլուխ 1 օմեր, ըստ ձեր վրանի անդամների թվի, յուրաքանչյուրը թող վերցնի իր վրանում գտնվողների համար։ Իսրայելի որդիները այդպես էլ արեցին, որը շատ, որը քիչ հավաքեց։ Չափում էին օմերով, շատ ունեցողինը չավելացավ, իսկ քիչ ունեցողինը չպակասեց։ Յուրաքանչյուրը հավաքեց իր ուտելու չափ։ Մովսեսն ասաց նրանց. ոչ ոք դրանից մինչև առավոտ չպահի, բայց Մովսեսին չլսեցին, այլ ոմանք դրանից թողեցին մինչև առավոտ, որդոտնեց ու հոտեց։ Մովսեսը բարկացավ նրանց վրա։ Դրանից հետո ամեն առավոտ յուրաքանչյուրը հավաքում էր իր ուտելու չափ։ Երբ արևը տաքացնում էր, հալվում էր։ 6-րդ օրը հավաքեցին կրկնապատիկ ուտելիք,
այսինքն յուրաքանչյուրի համար 2 օմեր։ Ժողովրդի բոլոր իշխանները եկան եւ պատմեցին Մովսեսին։ Նա ասաց նրանց. այս է Տիրոջ ասածը. վաղը հանգստյան սուրբ շաբաթն է Տիրոջ համար։ Ինչ որ եփելու եք, եփեք, եւ ինչ որ եռացնելու եք, եռացրեք, եւ ինչ որ կավելանա, պահեք ձեզ առավոտվա համար։ Եվ նրանք դա թողեցին մինչև առավոտ, ինչպես որ հրամայել էր Մովսեսը։ Այն չհոտեց, ոչ էլ մեջը ворթ ընկավ։ Մովսեսն ասաց. այսօր կերեք, որովհետև այսօր շաբաթ է Տիրոջ համար։ Դուք այսօր դրանից չեք գտնի դաշտում։ 6 օր կհավաքեք դա, բայց 7-րդ օրը, որ շաբաթ է, չի գտնվի։ 7-րդ օրը ժողովրդից ոմանք գնացին հավաքելու, բայց չգտան։ Տերն ասաց Մովսեսին. մինչև երբ չեք ուզում պահել իմ պատվիրաններն ու օրենքները։ Տեսաք, որ Տերը ձեզ տվեց շաբաթը, դրա համար էլ նա 6-րդ օրը ձեզ 2 օրվա հաց է տալիս։ Թող յուրաքանչյուրը իր տեղը նստի, եւ ոչ ոք իր տեղից չելնի 7-րդ օրը։ Եվ ժողովուրդը հանգստացավ 7-րդ օրը։ Իսրայելի տունը այդ ուտելիքի անունը ման դրեց։ Դա գինձի սերմի պես սպիտակ էր, եւ համը մեղրով պատրաստված գաթայի նման էր։ Մովսեսն ասաց. այս է Տիրոջ հրամանը, դրանից լցրեք մի օմեր, որ պահվի ձեր սերունդների համար, որպես վկայություն, որպեսի տեսնեն այն հացը, որով ձեզ կերակրեցի անապատում, ձեզ Եգիպտոսի երկրից հանելիս։ Մովսեսն ասաց Ահարոնին. վերցրու մի սափոր, դրա մեջ մի լիքը օմեր մանանա լցրու եւ դիր Տիրոջ առաջ, որպեսի պահվի ձեր սերունդների համար։ Ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին, Ահարոնը այն դրեց վկայության տապանակի առաջ, որ պահվի։ Իսրայելի որդիները 40 տարի մանանա կերան, մինչև որ եկան Շեն երկիր։ Մանանա կերան, մինչև որ եկան Քանանի երկրի սահմանը։ 1 օմերը 1 արդուի 10-րդ մասն է։ Հայր Աստված, գոհանում են քո խոսքի համար, որ ինքը հենց երկնքից հացն է։ Աստվածաշունչն ասում է, որ Քրիստոսը քո խոսքն է, եւ Քրիստոսն ասում է ես եմ երկնքի հացը։ Ուրեմն շնորհակալ ենք Տեր քո խոսքի համար։ Թող այսօր քո խոսքը կերակրի մեր հոգին, մեր սիրտը, մեր միտքը, մեր մարմինը, զորացնի մեզ, որտեղ հավատք չունենք, թող հավատք ծնվի, որտեղ հավատքը գալիս է լսելուց, իսկ լսելը Քրիստոսի խոսքից։ Տեր, ճեղքում բեր մեր սրտերում, մեր հավատքի հարցում, մեր ընտանիքների հավատքի հարցում, Տեր։ Հիսուսի անունով եմ աղոթում։ Ամեն։ Աստված կանոններ է փոխանցում երկնքից եկած հացը հավաքելու վերաբերյալ, որին ժողովուրդը պետք է հետևեր։ Հիշենք, որ այսպես Աստված փորձում էր, արդյոք ժողովուրդը կհնազանդվի իրեն, թե ոչ։ Տիրոջ պատվիրածը այս է, ասում է Մովսեսը. ամեն մեկդ դրանից հավաքեք ձեր ուտելու չափ, մարդագլուխ 1 օմեր, ըստ ձեր վրանի անդամների թվի, յուրաքանչյուրը թող վերցնի իր վրանում գտնվողների համար։ Այսինքն, եթե իմ տան մեջ ապրում են 6 հոգի, 6 հոգու համար պիտի հավաքեի, հարևանիս համար ես չպիտի հավաքեի։ Երկնային հացը պետք է հավաքվեր անհատական կամ ընտանեկան հիմունքներով։ Աստված չի պատվիրել ստեղծել ցեղային մանանայի հավաքման եւ բաշխման կենտրոն։ Յուրաքանչյուր տնային տնտեսություն պետք է ապահովեր իր կարիքները, եւ հարուստ ընտանիքը չէր կարող վարձել աղքատ ընտանիքի անդամներին իրենց փոխարեն աշխատանքը անելու, հացը հավաքելու համար։ Մարդագլուխ 1 օմեր։ Կոնկրետ չգիտենք, թե սա որքան էր, բայց հատվածի վերջում ասում է, որ 1 օմերը 1 արդուի 10-րդ մասն է։ Ես Google-ով արագ ստուգեցի, չոր քաշով դա մոտավորապես 1.5-ից 1.77 կիլոգրամ է, մոտավորապես։ Իսրայելի որդիները այդպես էլ արեցին, որը շատ, որը քիչ հավաքեց, չափում էին օմերով, շատ ունեցողինը չավելացավ, իսկ քիչ ունեցողինը չպակասեց։
Ամենակարևորը այն էր, որ մեծամասամբ իսրայելցիները հնազանդվեցին ու հավաքեցին, եւ մեկի հավաքածը մի քիչ շատ էր, մեկինը մի քիչ, բայց բոլորի կարիքները բավարարվեցին։ Ունեցողինը ավելի չավելացավ, իսկ քիչ ունեցողինն էլ չպակասեց։ Յուրաքանչյուրը հավաքեց իր ուտելու չափ, իր տան եղած անդամների ուտելու չափ։ Բայց կար եւս մեկ հրահանգ երկնքի հացի վերաբերյալ, որ Մովսեսը փոխանցեց ժողովրդին, եւ սա էլ փորձության մասն էր կազմում, որով Աստված փորձում էր իր ժողովրդի հնազանդությունը։ Մովսեսն ասաց նրանց. ոչ ոք դրանից մինչև առավոտ չպահի։ Այս հրահանգը պարզ էր, ամենևին երկիմաստ չէր, եւ փորձում էր այն, արդյոք մարդը կվստահի Աստծուն, որ հաջորդ առավոտ էլ Աստված կապահովի հացի իրենց կարիքը, թե կընկնի անվստահության մեջ, կապավինի իր վախերին ու մտքերին ու կհակառակվի Աստծո հրահանգին, կընկնի անհնազանդության մեջ իր ստամոքսի համար։ Բայց Մովսեսին չլսեցին, այլ ոմանք դրանից թողեցին մինչև առավոտ, եւ այն որդոտեց ու հոտեց։ Նրանք հստակ լսել էին Աստծուց տրված հրահանգը եւ հստակ գիտեին Աստծո պատվիրանը, սակայն նրանք որոշեցին, որ պարտավոր չեն հնազանդվել Աստծո պատվիրանին, կամ կարիք չկա, որ բառացիորեն հնազանդվեն Աստծո հրահանգին։ Նրանց անհնազանդության համար խիստ պատիժ կար, իրենց պահած հացը որդնում էր ու ոչ միայն, ու մի անտանելի գարշահոտություն էր տարածվում։ Մովսեսը բարկացավ նրանց վրա։ Դրանից հետո ամեն առավոտ յուրաքանչյուրը հավաքում էր իր ուտելու չափ։ Արդյոք մենք մարդիկ ենք, որ միշտ պետք է մեզ նախատեն, հանդիմանեն, որպեսզի մենք նոր ապրենք այնպես, ինչպես պիտի ապրենք։ Պիտի բռնվենք, բանտ ընկնենք, որ խելքի գանք։ Պիտի մեզ ապտակեն, որ դադարենք հայհոյել։ Ցավալի է, բայց փաստ, որ մինչև չենք պատժվում, կարծես թե չենք սովորում, եւ մեր առաջնորդները, ում Աստված կարգել է մեզ վրա, երբեմն ստիպված են լինում մեր վրա բարկանալ, որովհետեւ ականջ չենք դնում տրված հրահանգներին։ Երբ արևը տաքացնում էր, երկնքից եկած հացը հալվում էր։ Երկնքից իջած հացը պետք է հավաքվեր ու պատրաստվեր վաղ առավոտյան։ Սա Աստծո բարեհաճ ձևն էր Իսրայել ազգին աշխատանքային էթիկա սովորացնելու եւ պարտադրելու համար։ Աստված կրկնակի հացի բաժին է տալիս շաբաթից 1 օր առաջ։ 6-րդ օրը հավաքեցին կրկնապատիկ ուտելիք, այսինքն յուրաքանչյուրի համար 2 օմեր։ Աստված խոստացել էր 6-րդ օրը կրկնակի բաժին, եւ Աստված ինչպես միշտ պահեց իր խոստումը եւ այդպես էլ արեց։ Հնարավոր է, որ սա որոշ չափով անակնկալ էր Իսրայելի ժողովրդի համար, քանի որ նրանք զգացին, որ պետք է այդ մասին պատմեին Մովսեսին, ու կարդում ենք, որ ժողովրդի բոլոր իշխանները եկան ու պատմեցին Մովսեսին, որ 2 բաժին են հավաքել։ Նա ասաց նրանց. այս է Տիրոջ ասածը. Վաղը հանգստյան սուրբ շաբաթն է Տիրոջ համար, ինչ որ եփելու եք, եփեք, եւ ինչ որ եռացնելու եք, եռացրեք, եւ ինչ որ կավելանա, պահեք ձեզ առավոտվա համար։ Եվ նրանք դա թողեցին մինչև առավոտ, ինչպես որ հրամայել էր Մովսեսը, եւ այն չհոտեց, եւ ոչ էլ մեջը ворթ ընկավ։ Մովսեսն ասաց. այսօր կերեք, որտեւ այսօր շաբաթ է Տիրոջ համար, դուք այսօր դրանից չեք գտնի դաշտում, 6 օր կհավաքեք դա, բայց 7-րդ օրը, որ շաբաթ է, չի գտնվի։ Սա առաջին անգամ էր, որ Աստված խոսեց Իսրայելի հետ շաբաթի մասին։ Աստված ըստ էության ստիպեց նրանց պահպանել շաբաթը, շաբաթ օրը երկնքից հաց չտրամադրելով, եւ Մովսեսի բերանով ասաց. այսօր դուք այն դաշտում չեք գտնի։ Եվ ինչպես Աստված խոստացել էր, շաբաթ օրը մանանա չեկավ երկնքից։ 7-րդ օրը ժողովրդից ոմանք գնացին հավաքելու, բայց չգտան։ Այս ժողովուրդը կամ ոմանք
դեռ սովորում էին վստահել Աստծուն եւ հավատալ, որ Աստված մտքափոխ չի լինում։ Աստծո այոն այո է, ոչը ոչ է, որ մի բան չի ասում Աստված ու մեկ այլ բան անում, որ Աստված մարդու պես չի մտածում։ Եվ այս մարդիկ Աստծո ասածին հակառակ, մարդկային իմաստությանը տրվելով, գնացին երկնքից եկած հաց փնտրելու եւ իհարկե չգտան ոչինչ, քանզի Աստված ասել էր, որ այդ օրը երկնքից հաց չի լինելու։ Ցավոք սրտի, ոմանք ներառյալ մենք սովորում ենք միայն անձնական փորձով ու անձնական սխալներով, հիասթափությամբ ու ցավով, երբ հրաժարվում ենք լուրջ ընդունել Աստծո ասածը ու հրահանգը։ Աստծո խոսքը ճշմարիտ էր, եւ նրանք ոչինչ չգտան։ Եթե մենք վստահենք Աստծո խոսքին, մենք կարիք չենք ունենա ընկնելու կասկածամտության ու անհնազանդության մեջ։ Սա հզոր դաս էր, որով Աստված սովորեցնում էր Իսրայելի ժողովրդին եւ նաեւ ինձ ու քեզ եւ ամեն մարդու վստահել Աստծո ասածներին, քան թե մեր անձնական փորձով հասկանանք, որ Աստծո ասածը ճշմարիտ է։ Մարդիկ այսօր էլ կյանք, ուրախություն, բավարարվածություն, խաղաղություն ու փրկություն են փնտրում այն վայրերում, որտեղ Աստված ասել է, որ այդ վայրերում չես գտնի, ինչ փնտրում ես։ Կյանք չես գտնի դավաճանության մեջ, ուրախություն չես գտնի շնության մեջ, խաղաղություն չես գտնի զայրույթի ու ցասման մեջ, փրկություն չես գտնի հարստության, թմրամոլի, ծխախոտի, ալկոհոլի մեջ, բավարարվածություն չես գտնի բամբասանքի մեջ։ Որտեղ Աստված ասել է, որ այդ վայրերում չես գտնի, ինչ փնտրում ես, իսկ Աստծո մոտ ամեն բան կգտնես։ Տերն ասաց Մովսեսին. «Մինչև երբ չեք ուզում պահել իմ պատվիրանները ու օրենքները։ Տեսաք, որ Տերը ձեզ տվեց շաբաթը, դրա համար էլ նա 6-րդ օրը ձեզ 2 օրվա հաց է տալիս։ Թող յուրաքանչյուրն իր տեղը նստի, եւ ոչ ոք իր տեղից չելնի 7-րդ օրը»։ Եվ ժողովուրդը հանգստացավ 7-րդ օրը։ Աստված նորից բացատրեց, թե ինչու է տվել այդ պատվիրանը եւ կրկնակի հացի բաժինը շաբաթի նախորդ օրը, որպեսզի իսրայելցիները հանգստանային ու Աստծո հետ անցկացնեին, ու վերջապես նրանք հնազանդվեցին եւ ժողովուրդը հանգստացավ 7-րդ օրը։ Աստված ցանկանում է, որ դու էլ ունենաս հանգստի ժամանակ, բայց ոչ թե պարկես մենակ քնես, այլ Աստծո հետ անցկացնես, որտեղ զորությունը, թարմությունը, կյանքը գալիս է Աստծուց։ Աստված հրամայում է երկնքից եկած հացի մի բաժին առանձնացնել ու մի կողմ դնել, որպես Աստծո շնորհի ու հոգացության հավիտենական վկայություն իր ժողովրդի համար։ Իսրայելի տունը այդ ուտելիքի անունը ման դրեց։ Ելք 16-15-ից գիտենք, որ մանանա նշանակում է ինչ է սա, այսինքն հացի անունը հիմնված է իսրայելցիների հարցի վրա, քանի որ չեն հասկանում, թե դա ինչ էր։ Դա գինձի սերմի պես սպիտակ էր։ Սա վերաբերում է երկնքից իջած հացի փոքր չափին, եւ նաեւ որ այն այնքան նուրբ էր, որ պետք է հավաքվեր խոնարհաբար ու զգուշորեն։ Եվ համը մեղրով պատրաստված գաթայի նման էր։ Աստված Իսրայելին համեղ ուտելիք տվեց։ Նրանց անհամ շիլա կամ հին ու չոր հաց չտվեց, որ ուտեն։ Մանանա ուտելը նման էր ամեն օր քաղցր հաց, թխվածք ուտելու։ Մովսեսն ասաց. «Այս է Տիրոջ հրամանը, դրանից լցրեք մի օմեր, որ պահվի ձեր սերունդների համար, որպեսզի տեսնեն այն հացը, որով ձեզ կերակրեցի անապատում, ձեզ Եգիպտոսի երկրից հանելիս»։ Մովսեսն ասաց Ահարոնին. «Վերցրու մի սափոր, դրա մեջ մի լիքը օմեր մանանա լցրու եւ դիր Տիրոջ առաջ, որպեսզի պահվի ձեր սերունդների համար»։ Եվ ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին, Ահարոնը այն դրեց վկայության տապանակի առաջ, որ պահվի։ Մենք պետք է վկայություններ ունենանք այն բոլոր բարիքները, օրհնությունները, որ Աստված տալիս է, որպեսզի ինքներս մեզ եւ մեր սերունդներին հիշեցնենք Աստծո ողորմության մասին։
Երկնային հացով լի այդ սրվակը հետագայում դրվեց ուխտի տապանակի մեջ, որն այստեղ անվանում են վկայության տապանակ և վկայության հաց։ Կարդանք Եբրայեցիներ 9-րդ գլխի 4-րդ խոսքը։ Այնտեղ դրվում էին ոսկե բուրվառը, ուխտի տապանակը, ամեն կողմից ոսկով պատած, նրա մեջ կար ոսկե սափորը մանանայով, Ահարոնի գավազանը, որ ծաղկեց, և ուխտի տախտակները։ Իսրայելի որդիները 40 տարի մանանակ երան, մինչև որ եկան Շեն երկիր, մանանակ երան, մինչև որ եկան Քանանի երկրի սահմանը։ Աստծո համար անչափ կարևոր էր իր ժողովրդի կարիքները հոգալը և նրանց երկնքից հաց տվեց, բայց Աստծո համար նույնքան կարևոր էր դադարեցնել երկնքից հաց տալը կոնկրետ ժամանակի։ Ինչու՞։ Որովհետև անհրաժեշտ էր, որ Իսրայելը կրկին կարողանար ստանալ Աստծո ավելի սովորական սնունդը, քրտնաջան աշխատանքի միջոցով, որ ինքնին Աստծո օրհնությունն է։ Մանանա տրվեց այնքան ժամանակ, քանի իրենց հողը չունեին, բայց երբ մտան Քանան և իրենց հողը արդեն պիտի ունենային, չնայած լինելու էին պատերազմներ ու կռիվներ, միևնույնն է, Աստված դադարեցրեց երկնքից հաց տալը։ Գալիս է պահ, երբ Տերն ասում է. «Վեր կաց, քո քրտնաջան աշխատանքով արարի, և դա էլ իմ օրհնությունն է»։ Այս մանանան, այս երկնքից հացը Հիսուսի հզոր պատկերն է։ 5000 մարդուն կերակրելուց հետո Հիսուսը զրույց ունեցավ այդ մարդկանց հետ, ովքեր ցանկանում էին, որ նա շարունակի կերակրել իրենց իր հրաշագործ զորությամբ։ Նրանք ցանկանում էին, որ Հիսուսը ապահովի իրենց համար այնպես, ինչպես Իսրայելին ապահովեց Աստված մանանայով անապատում։ Ահա թե ինչ ասաց Հիսուսը ի պատասխան այդ մարդկանց։ Կարդանք Հովհաննես ավետարանի 6-րդ գլխի 32-ից 33 խոսքերը։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, երկնքից այն հացը ձեզ Մովսեսը չի տվել, այլ իմ հայրն է ձեզ ճշմարիտ հացը տալիս երկնքից, որովհետև Աստծու հացն այնն է, որ երկնքից է իջնում և կյանք է տալիս աշխարհին։ Ուրեմն, սիրելի մարդ, իմ սիրելի հարազատ, սիրելի ունկնդիր, ծանոթ թե անծանոթ, իմացիր, որ Հիսուսը երկնքից իջած հացն է։ Նա է կյանքի հացը, և մենք պետք է ընդունենք նրան, ինչպես Իսրայելը ստացավ մանանան, և դա պետք է անենք խոնարհաբար, գիտակցելով մեր կարիքը, որ քաղցած ենք ու կարիք ունենք Աստծո հացի, և դա պետք է լինի յուրաքանչյուրս մեզ համար, և ընտանիք առ ընտանիք, և ամեն օր։ Մենք Աստծո խոսքի կարիքն ունենք ամեն օր, հիշեք, Հիսուսը նաև Աստծո խոսքն է։ Չկա օր, որ մենք Հիսուսի կարիքը չունենք, չկա օր, որ մենք Աստծո խոսքով սնվելու կարիքը չունենք։ Մեր հոգին կարոտ է դրան, և Հիսուսին ընդունում ենք խոնարհաբար, հեզաբար, ծնկի իջած։ Երախտագիտությամբ, գիտակցելով, որ մենք դրան արժանի չենք, որ դա Աստծո շնորհն է, և սնվենք Հիսուսով, մեր մեջ առնելով աստվածային այդ նվերը, իր ամեն օրհնությամբ ու զորությամբ, ու մեր ողջ էության մեջ Հիսուսը ներթափանցի, սնի մեզ, զորացնի մեզ ու կյանք տա մեզ իրենով։ Այսքանը այսօր, վաղը կշարունակենք։ Հայր, աղերսում եմ քեզ, Սուրբ Հոգուն ուղարկի ամեն մեկիս վրա, ապաշխարության հոգի լցրու մեր վրա, տուր մեզ նվեր Տեր իմ Աստված, Հիսուսի անունով աղոթեցի, ամեն։